Գիտեք ինչպես կարելի է հաստատել միստիկայի, ուրվականների և նման երևույթների գոյությունը։ Շատ պարզ, երբ նման բաները հայտնվում են տեսախցիկի առաջ, ուղիղ եթերում, և հենց այս տեսանյութում կարելի է համոզվել, որ նման երևույթներ իրականում գոյություն ունեն։ Սրանք երևույթներ են, որոնք իսկապես կարող են ձեզ սարսափեցնել, և այսօր մենք ունենք ուղիղ եթերում նկարահանված պարանորմալ երևույթներ։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, իսկ մենք սկսեցինք։ 2016 թվականին ուշադիր հեռուստադիտողները նկատեցին մի բան, որն իսկապես անհանգստացնող էր՝ անգլիական սպորտային հաղորդման ուղիղ եթերի ժամանակ։ Մինչ հաղորդավարները քննարկում էին վերջին ֆուտբոլային հանդիպումը, ֆոնում երևացող մարդը, խոտ հնձիչով, ով հավաքում էր սարքավորումները, հանկարծակի անհետանում է։ Տեսանյութն ավելի խորհրդավոր է դարձնում այն փաստը, որ որոշ ժամանակ անց կարելի է նկատել, թե ինչպես է երկրորդ մարդը ևս անհետանում դաշտից։ Երբ տեսագրությունը առաջին անգամ ցուցադրվեց եթերում, հեռուստադիտողները սկսեցին ակտիվ քննարկել տեսածը։ Սկզբում նույնիսկ մասնագետները շփոթության մեջ էին, սակայն ոմանք ենթադրեցին, որ մարդու անհետացումը կարող է լինել տեսախցիկի խաբկանք կամ մոնտաժի արդյունք, բայց մոնտաժը կարելի է բացառել, որովհետև այն տեղի էր ունենում հենց ուղիղ եթերի ժամանակ։ Չնայած դրան, շատերը համոզված էին, որ տեսանյութում ֆիքսվել է ինչ-որ պարանորմալ երևույթ, և որ տեսախցիկը որսացել է ուրվականներ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք այս տեսանյութը իսկապես ապացուցում է, որ ֆուտբոլային մարզադաշտում ուրվականներ կան, թե կա այլ բացատրություն։ 2010 թվականի նոյեմբերին լրատվական ալիքը նկարահանում է ռեպորտաժ Ջամայկայից 11-ամյա տղայի մասին, ով պնդում էր, որ իրեն հետապնդում է ուրվական։ Նրա ընտանիքը պատմում էր, որ աղոթել են նրա համար, անգամ փորձել են նրան տանել եկեղեցի, սակայն ասում էին, որ ուրվականը հետևել է նրան և քաոս ստեղծել նրա շուրջը։ Տեսանյութը սկսվում է նրանով, որ լրագրողը նստած հարցազրույց է վերցնում տղայից։ Հանկարծ թվում է, թե ինչ-որ անտեսանելի ուժ նրան ետևից բռնում է։ Կինը ենթադրաբար նրա մայրը արագ բռնում է նրան, մինչև նա կընկնի աթոռից։ Քիչ անց տղան նկարահանող խմբին ասում է, որ տեսնում է դևերի, որոնք կանգնած են պատի մոտ և մոտենում են նրան, և կրկին թվում է, թե ինչ-որ բան բռնում է տղային, այս անգամ ուժեղ քաշելով նրա ոտքից։ Տղան պնդում էր, որ դա իր ընկերն է, ով մահացել է 4 տարի առաջ։ Նրա խոսքով այդ էակը մեկ անգամ հայտնվել է և այդ ժամանակից սկսած խանգարում է։ Նույնիսկ հարևաններն են վախեցած պնդելով, որ իրենք էլ են ահաբեկվել այդ անտեսանելի դևից։ Թե տղան արդյոք կարողացավ ազատվել այդ չար ոգուց, հայտնի չէ, սակայն այս տեսանյութը միանշանակ կարելի է համարել ուղիղ եթերում երբևէ ցուցադրված ամենասարսափելիներից մեկը։ Այս անհանգստացնող տեսանյութը բեռնվել է YouTube 2019 թվականի մայիսին։ Կադրերում, որոնք իբր նկարահանվել են Լոնդոնում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ, շատերը պնդում են, որ սա NLO-ի գոյության ապացույց է։ Տեսանյութի սկզբում երկնքում երևում է հանկարծակի պայծառ լույս, որին հաջորդում է նարնջագույն գունդը, որը դանդաղ իջնում է ներքև։ Այն մի քանի վայրկյան սավառնում է օդում, ապա հանկարծ անհետանում։ Թվում է, թե խաղացողները ոչինչ չեն նկատում, շարունակելով մարզումը։ Որոշ մարդիկ ենթադրում են, որ դա կարող է պարզապես լինել դրոն։ Սակայն այս վարկածը չի բացատրում, թե ինչպես կարող է օբյեկտը հանկարծակի անհետանալ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք տեսախցիկը ֆիքսել է այլ մոլորակային սարք, որը հետաքրքրությամբ հետևում էր ֆուտբոլային խաղին, թե գունդը կարող է լինել բոլորովին այլ բան։ Այս կարճ տեսանյութը հանդիսանում է ֆուտբոլային հանդիպման ուղիղ հեռարձակման մի հատված։ Հենց որ դարպասապահը պատրաստվում էր գնդակը վերադարձնել խաղադաշտ, տրիբունաների միջով կարելի է նկատել խորհրդավոր մուգ կերպար, որը վազում է։ Այդ կերպարը շարժվում է անհավանական արագությամբ, և թվում է անցնում է մի քանի հանդիսատեսի միջով։
Այս կադրերը երկար ժամանակ շփոթեցրել են մասնագետներին, քանի որ նրանք չեն կարողացել պարզել ով կամ ինչ է այդ մութ կերպարը։ Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, կտեսնեք, որ կերպարը ակնհայտորեն մարդանման է եւ շարժվում է հստակ վազքի շարժումներով։ Շատ դիտողներ համոզված են, որ սա պետք է լինի ուրվական, իսկ ոմանք նույնիսկ ենթադրում են, որ դա կարող է լինել ստվեր մարդ։ Թեև տեսանյութը կարճ է, այն միանշանակ ցույց է տալիս ինչ-որ շատ անսովոր բան։ Արդյոք տեսախցիկը ֆիքսել է ուրվականի, որը անհավանական արագությամբ շարժվում է բազմության միջով։ Ձեր կարծիքը գրեք մեկնաբանությունում։ Այս վերջին դեպքերը դիտելով, թվում է, թե ուրվականները շատ են սիրում ֆուտբոլ։ Այս սարսափելի տեսանյութը, որը 2018 թվականի հոկտեմբերին YouTube է ներբեռնվել David Icke կողմից, ենթադրաբար հանդիսանում է իսպանական նորությունների ռեպորտաժից մի հատված։ Տեսանյութը հրապարակողը պնդում է, որ սա կարող է իրական ապացույց լինել այն բանի, որ մեր մեջ ապրում են սողուն կերպարանափոխներ։ Երբ լրագրողը ավարտում է իր խոսքը, նա թարթում է աչքերը և տեսանելի է դառնում այն, ինչը նման է աչքերի երկրորդ զույգի։ Տեսանյութում նշվում է, որ երբ լրագրողը ավարտել է հարցազրույցը, նա հավանաբար մտածել էր, թե տեսախցիկն արդեն անջատված է և մի պահ հանել էր իր քողարկումը։ Թեև այն գաղափարը, որ մարդկության մեջ գաղտնի ներթափանցել է մարդ-սողունների ցեղը, դա անկասկած վիճահարույց է։ Այս հարցի շուրջ մարդիկ բաժանված էին երկու խմբի։ Թեև այս տեսանյութը իսկապես անհանգստացնող է։ Արդյոք տեսախցիկը ֆիքսել է այլ մոլորակային սողունի, թե ավելի հավանական է, որ լրագրողի կրկնակի աչքերը պարզապես տեսագրության տեխնիկական սխալի արդյունք էին։ Բայց շատ դիտողներ կարծում են, որ սա պարզապես ևս մեկ ապացույց է, որը հաստատում է David Icke տեսանյութը, թե երկիրը իրականում ղեկավարվում է մարդանման այլ մոլորակայինների կողմից։ Եվ նմանատիպ դեպքեր տեսախցիկները շատ են ֆիքսել, որոնք տարածված են համացանցում։ Ինչ էլ որ դա լինի, տեսանյութը դառնում է հատկապես սարսափելի, քանի որ այն նկարահանվել է ուղիղ եթերի ժամանակ, որը հերքում է մոնտաժի վարկածը։ 2016 թվականի հուլիսին մոդելը շատ տարօրինակ վարք է ցուցաբերում թայլանդական թոք-շոուի ուղիղ եթերի ժամանակ։ Նա հաղորդավարին ասում է, որ վերջերս Ռայոնգ քաղաքում անցկացրած արձակուրդի ժամանակ իր մեջ պիղծ ոգի է մտել։ Այսպես ասված, դև։ Տեսանյութում նա բացատրում է, որ այդ չար ոգին, որը թայլանդական մշակույթում հայտնի է որպես Պոպ անունով, տառապում է անհագ քաղցից և մի պահ սկսում է գոռալ. «Բերեք ինձ խոզի արյուն»։ Իր պատմությունը ավարտելուց հետո մոդելի վարքը հանկարծակի փոխվում է։ Թվում է, թե նա լիովին կառավարվում է պիղծ ոգու կողմից։ Այնուհետև չար ոգին սկսում է խոսել նրա միջոցով, իսկ կինը իրեն պահում է չափազանց տարօրինակ կերպով։ Երբ տեսանյութը առաջին անգամ հայտնվեց համացանցում, այն արագ դարձավ վիրուսային Թայլանդում, մի քանի օրում հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Սակայն դրա իրականության շուրջ կարծիքները բաժանվեցին։ Ոմանք կարծում էին, որ կինը պարզապես լավ դերասանուհի է և խաղացել է իր դերը, իսկ շատերը մինչև օրս համոզված են, որ մոդելը իսկապես դարձել է դևի կամ ոգու տիրապետման զոհ։
եւ այդ ամենը նկարահանվել է ուղիղ եթերում։ Հետագայում մենք դեռ կանդրադառնանք թիվային արտահայտումներին, որոնք ֆիքսել են տեսախցիկները։ Այսքանն էր այսօրվա թողարկումը։ Եթե տեսանյութը ձեզ դուր եկավ եւ ուզում եք շարունակություն, պարտադիր դրեք լայք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Ձեզ հետ էր Arm Detect TV-ն։ Մինչ նոր հանդիպումներ։